Տարներով է լավ ֆուտբոլ ցուցադրում։ Եվ հիմա ինչ կոպիտ սխալ է թույլ տալիս Մաթևոսյանը, կարող է վտանգավոր ստացվել Հարությունյան արված եւ Մաթևոսյանը վերցնում է գնդակը։ Տակային կազմերից հետո կենտրոնանանք բուն հանդիպման վրա, եւս մեկ անգամ կրկնապատկերը Հարությունյանի արված առանց կենտրոնի այսպես մեկնակ ապահովեցին թիմերը, մեկ Փյունիկներ գնդակով եւ հիմա եւս մեկ կոպիտ սխալ Ֆիրմինո, կարելի է բացել աշիվը Հարությունյան։ Հարվածել է պետք ուշացին Փյունիկի ֆուտբոլիստները, հիմա դժգոհում է չկարողացավ։ Այդ ընթացքում Սևանի հետ ոչ ոքի հիմա Սարգիս Շահինյանն է շարժում առաջ, վտանգավոր կարող է ստացվել Շահինյան, արվածում է Շահինյանը, անդրադարձել եղավ եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը վերցրեց գնդակը։ Կասուլիչը, Կարապետյան արված եւ Բուչնև։ Փակ էր տեսադաշտը Ստանիսլավ Բուչնևի միայն վերջին պահին տեսավ գնդակի ճանապարհը եւ կարողացավ դժվարությամբ հեռացնել գնդակը։ Աչնասավ գնդակին Հարությունյան, Ֆիրմինո, արագ հակագրո, հիմա կարող է ստացվել Նոայի կատարմամբ, ձախ եզրում ազատ է Ժունինյոն, այսպես է որոշում, շարունակել աջ եզրով Հարությունյան, կենտրոնում, թիմակից չկար, Կարաբալյո, շարունակությունը, Հացակայում է փոխանցում Տուգանա հրապարակ Տաբարեսը չկարողացավ եզրափակել գրոհը, Ժունինյոն ձախ եզրից գնդակը կախում է Տուգանային հրապարակի վրա, վտանգավոր է։ Եվ չօգտագործեցին արտական հնարավորությունը Փյունիկի ֆուտբոլիստները, սխալվեց թե Գրիգոր Մաթևոսյանը, սխալվեց նաև Գաբարաևը, չգիտեմ ինչ էր ցանկանում անել Նոայի կենտրոնում։ Փոխանցում, վտանգավոր է։ Ումից դուրս եկավ գնդակը Փյունիկի ֆուտբոլիստից։ Կրկնապատկերը լսնենք։ Փոխանցում, արված չկա, Ֆիրմինո։ Եվ հիմա Նիկիտա Բարանովը պնդում է, որ ձեռքով խաղ է եղել։ Ահա, այստեղ Ֆիրմինոյի արվածից հետո Արարատի ձեռքին դիպավ գնդակը, սակայն զարգացնել իրոք ստացվեց։ Ֆիրմինո, Ժունինյո, խանցում Մաչեզր, այստեղ շեր Մագոմեդ Մուսալովն է, ասնում գնդակին, եվս մեկ փոխանցում Տուգանա հրապարակի կենտրոն արվածում է ցածրասակ Կարաբալյոն եւ Մաթևոսյանը վերցնում է գնդակը, անհաջող գնդակը մտցրեց խաղի մեջ, նորից Փյունիկը կար այնտեղ։ Մուսալով, վտանգավոր է Հարությունյան, արվածում է Հովանես Հարությունյանը, բայց բարձր է ստացվում արվածը։ Եվ նորից Փյունիկը խլում է գնդակը Կարաբալյո, վտանգավոր է Ֆիրմինո, 11 մետրանոց։ 11 մետրանոց է վաստակում Ուգո Ֆիրմինոն, վրիպեց։ Է ոչ։ Ինչ է, սիմուլյացիայի համար։ Տեղին կարտ է։ Ոչ, 11 մետրանոց է, նշանակ կարտ էին պահանջում, միգուցե։ Փյունիկի խաղացողները Իգոր Սմիրնովի նկատմամբ, Իգոր Սմիրնովի համար, այո, ինձ էլ թվաց, որ պարզապես սիմուլյացիայի համար է պատրաստվում դեղին կարտ ցույց տա։ Մրցավարը Փյունիկի խաղացողին, այսպես 11 մետրանոց են վաստակում Փյունիկի խաղացողները։ Կասուլիչը, ուշադրություն, Ֆիրմինո արված եւ գոլ։ Փյունիկ նոա 1-0։ 53-րդ րոպեին տանտերերը բացում են խաղի աշիվը եւ Ուգո Ֆիրմինոն դիպուկ է 11 մետրից հերթական հաղթանակին է ձգտում Եղիշե Մելիքյանի թիմը։ Հիմա կարող է բացվել խաղը, Սերոբ Գրիգորյանը դուրս չի գա փոխարինման, Մագոմեդ Մուսալովը կարողանում է շարունակել հանդիպումը եւ հիմա արդեն Նոան պետք է դիմի փոփոխությունների, ինչ որ բան պետք է փոխել Մաքսիմ Մայրովիչը Պահեստայինների նստարանին է եւ
Կարծում եմ շուտով նրանք տեսնեք, հա, Ֆիրմինոն այստեղ չդիպավ գնդակին, եթե Սմիրնովը չխախտեր կանոնները, Ֆիրմինոն վրիպելու էր։ Բայց ճակատագրի հեգնանքով յոքուտ Փյունիկի Սմիրնովը խախտեց կանոնները։ Այդ փոխանցում դեպի Կարաբալյո, գերազանց է գործում Կարաբալյոն եւ ինչպես շրջանցեց Սմիրնովին, Տուգանային հրապարակում է, վտանգավոր է Կարաբալյո եւ փրկում է Մաթևոսյանը։ Հարությունյան արված եւ նորից Մաթևոսյան, եւս մեկ արված եւ գնդակը չի հայտնվում դարպասում։ Աննկարագրելի հնարավորություն է կորցնում Փյունիկը։ Ֆանտաստիկ հնարավորություն, ոչ հնարավորություններ։ Ամեն ինչ արեց Խոսե Ընրիկե Կարաբալյոն, մտավ Տուգանային հրապարակ, հարվածեց, Մաթևոսյանը փրկեց, Հարությունյանը հարվածեց, նորից Մաթևոսյանը եւ ինչպես չի կարողանում Ֆիրմինոն, Արարատն է, այդ փոխանցում Գարեգինյան հարված, շեղ է ստացվում Գարեգինյանի հարված, կել եւ կարող էր կորցնել, Ավետիսյան, շրջվեց Պետրոս Ավետիսյանը, Կիրիենկո, Պուչնև, Այստեղ շատ լավ գործեց Ավետիսյանը, հետո էլ Կիրիենկոյի երկրպագուի ակտիվությունը լրացուցիչ էներգիա, լրացուցիչ ուժ է հաղորդում ֆուտբոլիստին։ Տավարես հիմա շատ լավ անցում ձեռնարկեց, հարված, արադարձ Մուսալով։ Ժլատություն չարեց, ինքը չհարվածեց, փոխանցում կատարեց, բայց լավը չէր փոխանցումը։ Նորից Կարլոս Տավարեսն է գնդակով, փոխանցում, նորից Մագոմեդ Մուսալով։ Մուսալով չկարողացավ երկուսին շրջանցել Սանա Գոմեշ Եզրային Կիրիենկո Մայրովիչ վտանգավոր էր շատ լավ հարված էր կատարում Մաքսիմ Մայրովիչը աջ ոտքի այսպես ոտնաթաթի դրսի հատվածով փորձում էր գրավել մոտակա անկյունը, բայց հարվածը շեղ ստացվեց։ Փյունիկի կազմում Հովհաննես Հարությունյանն իրացնում Տուգանայինը եւ փրկում է Մաթևոսյանը։ Իսկ այստեղ էլ Ժունինյոն է խախտում կանոնները։ Հարությունյանի հարկատարը։ Հարված և վրաշք է գործում հիմա Գրիգորի Մաթևոսյանը։ Սերոբ Գրիգորյան շարունակվում է Փյունիկի գրոհը։ Տավարես։ Հաղթում Սանա Գոմեշի կողմից։ Նա ցույց է տալիս Գոմեշը, որ քաշում է մարզաշապիկից, շատ պինդ հարված էր և Մաթևոսյանը քանդվեց այս։ Եվս մեկ անգամ տանգավոր արվածություն գրկնում են Պետրոս Ավետիսյանը գրեթե ոչնչով, աչքի չընկավ, այնպես չէ, որ առաջին կեսում փայլում էր, բայց գոնե փորձում էր գրոհ կազմակերպել, աղիրի վրա երբեմն վերցնել Ֆիլիպով փոխանցում Տուգանային հրապարակ եւ եղավ Հարությունյանի հարվածը անհաջող է ստացվում։ Եղիշե Մելիքյանի թիմը մնալ անպարտելի, 10 խաղ անպարտելի, Փյունիկը Բալզալիսկանո և Մաթևոսյան, վերցնում է գնդակը Բուշնևը և վերջ ավարտված է հանդիպումը, Եղիշե Մելիքյանի թիմը հերթական հաղթանակ տոնում +3 և շարունակում է մոտենալ Արարատ Արմենիային։